Բարև ձեզ։ Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է աճել եւ աստիճանաբար սկսում է դառնալ ոչ միայն տարածաշրջանային, այլև ավելի գլոբալ նշանակության ճգնաժամ, որտեղ հատվում են ուժային կենտրոնների շահերը եւ ռազմավարությունները։ Մինչ այժմ մենք խոսում ենք ռազմական գործողությունների մասին, հիմա արդեն այդ քննարկումների առանցքում հայտնվել են Իրանը ներսից ապակայունացնելու սցենարները, քրդական գործոնի ակտիվացումը եւ ցամաքային ռազմական գործողությունների հավանականությունը։ Իսկ այն ինչ տեղ ունեցավ այսօր, կարծես թե ել ավելի է սրում իրավիճակը։ Խոսքը այն տեղեկությունների մասին է, ըստ որի իրանական կողմը հարվածել է Նախիջևանին, չնայած հետո Իրանի փոխարտգործնախարարը հերքեց այդ տեղեկությունները, այդուամենայնիվ ադրբեջանական կողմը արդեն հասցրել էր կոշտ արձագանքել, հայտարարությամբ հանդես եկան եւ արտգործնախարարությունը եւ պաշտպանության նախարարությունը եւ հիմնական ասելիքն այն էր, որ այդ հարվածները անպատասխան չեն մնա եւ Ադրբեջանը իրեն իրավունք է վերապահում դիմել համապատասխան գործողությունների։ Այս միջոցին Հայաստանը թևակողում է ակտիվ նախընտրական փուլ, ներքաղաքական դաշտում ակտիվ եռուզեռ է, հանդիպումներ, քննարկումներ, նոր ուժեր, նոր բևեռներ, նոր նախաձեռնություններ, հին կուսակցությունների ակտիվացում եւ կարծես թե միաժամանակ արդեն նշмарվում է արտաքին հետաքրքրությունների աճը։ Այսօր ազատ զրույցի ընթացքում մենք փորձելու ենք հասկանալ, թե ինչ ազդեցություն կունենա Իրանի շուրջ այդ զարգացումները մեր տարածաշրջանի վրա, ինչ դերակատարություն կունենան արտաքին դերակատարները Հայաստանի ընտրական գործընթացների վրա եւ վերջապես ինչպիսի քաղաքական քարտեզ կունենանք հունիսի 7-ի համապետական խորհրդարանական ընտրություններից հետո։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցելու եմ միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սաֆարյան։ Դերևս սկսենք ամենաթարմ եւ տագնապալի լուրից, տեղեկությունն այն մասին, որ իրանական կողմը հարվածել է Նախիջևանին եւ Ադրբեջանի արձագանքների մասին ես արդեն նշեցի։ Դուք ինչ դիտարկումներ ունեք, արդյոք Իրանին իսկապես ձեռնտու էր նման հարված հասցնելը։ Եթե այո, ինչու, եթե ոչ, ապա ինչ է սա, ինչպես գնահատել, արդյոք սա պատահականություն է, նախազգուշացում է, թե սադրանք։ Այս պահին խոսել մեկ սցենարի մասին ճիշտ չէ, որովհետև մենք չգիտենք, թե ինչպես է տեղի ունեցել այդ միջադեպը։ Նկատի ունեմ, որ այս պահին եթե մեզ հայտնի է այն, որ խոսքը վերաբերում է 3 դրոնների մասին, որոնք ընկել են Նախիջևանի տարածքում, պատճառել վնասներ, այդ թվում եւ 2 հոգի վիրավորում է ստացել։ Խնդիրն այն է, որ դրոնները, այդ թվում հարվածային դրոնները, իրանական եւ տեխնոլոգիաների ոչ միայն իրանական, ներկայիս արդի տեխնոլոգիաների պայմաններում դժվար չէ, այսպես ասած, զավթել եւ կառավարել այլ ուղղությամբ, այսինքն պարտադիր չէ, որ այդ դրոնները, եթե անգամ արձակվել են Իրանի կողմից, ապա դրանց ամբողջ հետագծում դրանց կառավարումը իրականացվել է Իրանի կողմից, որովհետեւ շեղել հնարավոր է։ Եվ այդ շեղելու ունակություն ունեցող երկրներ պատերազմում ներգրաված են։ Խոսքը վերաբերվում է եւ Իսրայելին, եւ Միացյալ Նահանգներին, չգիտեմ, միգուցե եւ Թուրքիայի, այսինքն մեկից ավելի երկրներ ունեն այդպիսի հնարավորություններ։ Հիմա ամենակարևոր հարցը, որի պատասխանը պետք է տրվի հետաքննության, այս միջադեպի հետաքննությունը հետեւյալն է. ում է ձեռնտու, որպեսզի ուրեմն այդ խոցումը տեղի ունենար, այդ հարվածը տեղի ունենար, այսինքն կա երկիր, որը ուզում է նախազգուշացնել Ադրբեջանին, որպեսզի նա ճիշտ դիրքավորվի այս իրավիճակում, եւ կա արդյոք շահագրգռություն, որպեսզի Իրանը ներգրավվի, որպեսզի Ադրբեջանը ներգրավվի լայնամասշտաբ պատերազմում։ Ես երկու հարցի պատճառով տեսնում եմ ուղղակի շահագրգիռ պետություններ այս կատարվածքով, որովհետև տեսեք, Իրանը չի թաքցրել, որ հարևան ծոցի երկրներին հարվածել է այն պատճառով, որ նրանց տարածքը այս կամ այն կերպ իրենց ցանկությամբ կամ ոչ այնտեղ տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուժով օգտագործում է իր դեմ։ Իրանը դա հաստատել է։ Այսինքն եւ նաեւ Իրանը հաստատել է, որ ոչ միայն խոցում է այդ
թիրախները, այլ նաև այդ երկրներին հասկացնում է, որ նրանք ճիշտ դիրքավորվեն։ Այսինքն այս տրամաբանության շրջանակներում իհարկե Իրանը կարող է ունենալ մոտիվացիա կասկածելու, որ Ադրբեջանը կամ օգտագործվել է, կամ պատրաստվում է օգտագործվել իր դեմ ինչ որ գործողություններում, հետևաբար նախազգուշացում։ Սա առաջին վարկածի շրջանակներում։ Այս դեպքում մենք չենք տիրապետում, թե ինչ ինֆորմացիայի է տիրապետում Իրանը իր օպերատիվ հետախուզական գործունեության արդյունքներում, ռազմական հետախուզության արդյունքներում, որովհետև մենք կրկին կարող ենք ենթադրություններ անել, որովհետև 3 թագաժառանգն էլ կոչով դիմել էր Իրանի ադրբեջանցիներին, որպեսզի նրանք ուրեմն տապալեն միանան ռեժիմի տապալմանը։ Այսինքն սա տարբերակն է նախազգուշացում Իրանի կողմից։ Այո, սա առաջին վարկածի համաձայն կարող է լինել, ըստ որում շատ հետաքրքիր է, որ այդ հարվածը հասցվել է մի վայրի, որը կապիչ նշանակություն ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև։ Կապող օղակն է։ Եվ չմոռանանք, որ մեկ օր առաջ էլ ինչ որ հրթիռներ էին որսացվել Թուրքիայի ուղղությամբ ՆԱՏՕ-ի ուրեմն հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։ Իհարկե դրան հաջորդեցին եւ Թուրքիայի եւ Իրանի հայտարարությունները բացառելու համար դրանց դիտավորությունը, որոնք հաստատում էին, որ Թուրքիան չի կասկածում, որ Իրանը դարել է դիտավորությամբ եւ նաեւ Իրանը հաստատեց, որ ինքը Թուրքիային հարվածելու անհրաժեշտություն չունի, բայց բոլոր դեպքերում չմոռանանք, որ քանի որ տարածաշրջանում Իրանի առաջին սցենարի նախազգուշական հարվածի վերսիայի սցենարի հիպոթեզի մեջ կարող է տեղավորվել նաև այս դրվագը, այն առումով, որ բոլոր դեպքերում չեմ ուզում ասել թրիպ երթուղին, բայց չմոռանանք, որ Թուրքիա, Նախիջևան, Հայաստան, Ադրբեջան այդ կապը ստեղծվել է օգոստոսի 8-ով եւ հնարավոր է այս վարկածի շրջանակներում նույնիսկ նախազգուշական դիտարկել բոլորին ուղղված, այդ ու մեզ, հա, որովհետև սա ամերիկյան հովանոցի ներքո, երաշխավորության ներքո ձևավորված երթուղի է, թեպետ Իրանը պաշտոնական դիրքորոշումներով մտահոգություն չի հայտնելի, որերս էլ Իրանի դեսպանը հայտարարեց, որ այն ճանապարհ է միջանցք չէ, կարծես թե իրենց կարմիր գծերի մասով բան չունեն, բայց քանի որ մտահոգություններ չունեն, բայց քանի որ Իրանը հարվածում է նաև Միացյալ Նահանգների ուրեմն ռազմավարական շահերին, չբացառենք նաև այս վարկածի շրջանակներում։ Մյուս տարբերակը, ինչպես նշեցի, շեղման հնարավորությունն է, որովհետև մյուս կողմն էլ տեսնում է, որ ներկայիս առաջին սցենարի կամ լավագույն սցենարը, որ դիտարկվել է, այն է եղել, որ ամերիկյան եւ իսրայելական օդային կետային հարվածների արդյունքում ժողովուրդը, որը նախկին հանրահավաքներից հետո սպասում էր ամերիկյան օգնության, որը չեկավ, ահա ամերիկյան օգնությունը գալիս է եւ իրենք կարող են տապալել ռեժիմը։ Քանի որ այս սցենարը չիրականացավ, բնականաբար երկրորդ սցենարը մնում է կարճաժամկետ գործողությունների արդյունքում պրոքսիների բոլոր տեսակի պրոքսիների, ովքեր շահագրգռված են Իրանի տարածքում, Իրանում թեոկրատական ռեժիմի փոփոխությամբ միավորվեն, այդ թվում եւ ազգային փոքրամասնությունները, կլինեն դրանք ադրբեջանական, կլինեն քրդական թե այլ, եւ այս կտրվածքով պետք է որպեսի այդ երկրները ճիշտ դիրքավորվեն։ Եվ երկրորդ վարկածը չի բացառված, որ քանի որ ըստ էության եւ Ադրբեջանը եւ Թուրքիան բոլոր դեպքերում ինչ որ ձևով դիրքավորվել են, ցավակցություն են հայտնել ուրեմն հոգեվոր առաջնորդի եւ այլ զոհերի կապակցությամբ եւ նաեւ ակնհայտորեն Թուրքիան Իրանի հետ կիսում է քրդական վտանգով նույնատիպ մտահոգություններ, որ երկրներ կարող են շեղման միջոցով ուղղակի ստեղծել այս լարվածությունը Թեհրանի, Անկարայի, Բաքվի եւ ուրեմն Անկարայի Թեհրանի միջև։ Անկախ նրանից պատահականություն է,
ինչպես դուք եք ասում, Ես ինչ պատահականությունը բացառում եմ, գիտեք, երեք դրոն, գիտեք, Իրանը լուրջ պետություն է, կասկածել, որ նրանք ուղղակի հյուսիս-արևմուտքը շփոթել են հարավ-արևմուտքի հետ։ Շատ լավ, պատահականությունը բացառում եք։ Անկախ նրանից սա նախազգուշացում է, թե սադրանք է, թե ինչ է, ինձ հետաքրքիր է Ադրբեջանի արձագանքը, նախ այդպես արագ արձագանքելը, որ մենք դա իրավունք ենք վերապահում պատասխան հարցվածների, եւ իսկապես Ադրբեջանը կարող է օգտագործել այս իրավիճակը, մտածել, որ Միացյալ Նահանգներ, Իսրայել հաղթելու են, ես ներքաշվեմ պատերազմի մեջ եւ դառնամ հաղթող պետություններից մեկը։ Սա վտանգավոր սցենարի է, որովհետեւ տեսեք, նախկին իրադարձությունները գրեթե 1 տարի առաջ 12 օրյա պատերազմի ժամանակ որոշակի նստվածք մնաց ադրբեջանա-իրանական հարաբերություններում, որովհետեւ Իրանում լայնորեն կասկածներ էին հայտնվում, որ Ադրբեջանի տարածքը օգտագործվել է, Ադրբեջանը 12 օրյա պատերազմում դիրքավորվել է ընդդեմ Իրանի եւ հօգուտ Իսրայելի։ Սրա մեջ կարող է ճշմարտության հատիկ լինել այն առումով, որ Եկ չմոռանանք, որ նույն Ղարաբաղյան խնդրով Ադրբեջանը պարտքի տակ է։ Ադրբեջանը պարտքի տակ է Ռուսաստանին, Ադրբեջանը պարտքի տակ է Թուրքիային, Ադրբեջանը պարտքի տակ է Իսրայելին, որովհետև այդ ամբողջը ինքը չէր կարող ստանալ, եթե չլիներ այս բոլոր տեսակի աջակցությունները։ Հիմա մենք նկատել ենք, որ պարբերաբար Ադրբեջանին հիշեցնում են կամ իր երախտամոռության մասին, կամ պահանջում են պարտքը փակել այլ տեսքով։ Ակնհայտ է, որ Իսրայելը նույնպես հեռահար նպատակներ է ունեցել Արցախյան խնդրով Կովկասում այս դիրքավորման առումով, որ իրանական խնդրի ժամանակ ինքը Ադրբեջանը կլինի իր ճամբարում Եվ չեմ բացառում, որ ի վերջո առեղծված մնաց Իրանի նախագահի առեղծվածային մահը, ուղղաթիռի վթարի հետ կապված, որը կրկին վարկածներից մեկով վերաբերում էր ուղղաթիռը ուրեմն կառավարելիությունից արտաքին միջամտության, տեխնոլոգիական արտաքին միջամտության արդյունքներում դուրս բերելու եւ վթարի տանելու առումներով, ժամանակակից աշխարհում դա առանձնապես մեծ բարդություն չի, այնպիսի առաջատար տեխնոլոգիաներով երկրների համար, որոնք Իրանի հակառակորդներ են։ Եվ իմ ասած տարբերակը բացառում եք, թե չեք բացառում։ Որ Ադրբեջանը օգտագործի անկախ նրանից ինչպես է Ադրբեջան, ես դրան եմ գալիս, դուք լավ բան ասացիք, որովհետև Ադրբեջանը վաղուց էր դիրքավորվել, որ եթե ինքը այնուամենայնիվ իր պարտքը կատարի Իսրայելին եւ ինքը նույնպես միանայի ճակատին, ապա ինքը շահաբաժին ունենա։ Այս շահաբաժնի մեջ ինքը պատկերացնում էր Հայաստանի Սյունիքը։ Ինքը երկար ժամանակ արևմուտքին լոբիստական խմբեր օգտագործելով ասում էր թողեք ես անեմ, ձեր աչքը փակեք, այն ինչ որ ես կանեմ, թող ճանապարհը բացեմ, դա եւ ձեզ օգուտ կլինի եւ մեզ օգուտ կլինի, ի վերջո դրանից կտուժի Իրանը, դրանից կտուժի Ռուսաստանը, նրանց նարատիվներն եմ ասում, որոնք նրանք արևմտյան մայրաքաղաքներում ներկայացնում են։ Բարեբախտաբար չհաջողվեցին սրան եւ տրիպը եկավ այս ռիսկերը նվազեցնելու, որովհետեւ ճիշտ է, հիմա հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրված եւ ավերացված լինելը այդ պատուհանը դեռևս ամբողջությամբ չի փակել, բայց բոլոր դեպքերում նշանը լավն էր այն առումով տրիպի, որ Միացյալ Նահանգները ցույց տվեցին, որ խաղաղությունը ինչպիսի պլաններ են, որ Միացյալ Նահանգները ունենա Մերձավոր Արևելքում Իրանի հետ կապված, այնուամենայնիվ իրեն ձեռնտու է, որ այս գոտին լինի կայուն եւ խաղաղության մեջ։ Եվ դրա համար ինքը պարտադրեց այդ կանոնները, տեսեք, մեր տարածքային ամբողջականության նկատմամբ իր հավատարմությունը, հանձնառությունը եւ այլն, Միացյալ Նահանգները արտահայտել է եւ երկկողմում, եւ երկկողմում, եւ դա պարտադրել է, որ երկկողմում Ադրբեջանն էլ ստորագրի, ճիշտ երկկողմի նկատի ունեմ, դուք դա տեսնում եք նաեւ հայ-ամերիկյան բոլոր հուշագրերում, որտեղ հանձնառություն է ստանձնում Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնություն, բայց հիմա հարցը նա է, Ադրբեջանը միայն կպահանջվի այս խաղում արևմուտքի Իսրայելի եւ Միացյալ Նահանգների կողմից, միայն մի դեպքում, եթե իսկապես նրանք ասեն լավ, մի կողմ ենք թողնում ինչ ստորագրել եք տրիպի ժամանակ, հիմա քանի որ խաղադրույքը բավականին բարձր մեր համար ավելի կարևոր խնդիր կա, ոչինչ, այդ ամեն ինչը կջրվի, բայց դու մտի խաղի մեջ եւ կստանաս քո շաբաժինը։ Հանկարծ խաղի կանոնները չփոխվեն, այո, չփոխվեն, դա է կարևոր։ Լավ, իսկ Իրանում էս քրդական գործոնի ակտիվացում, չգիտեմ, ցամաքային գործողությունների հավանականություն, սրանք ինչքանով են իրատեսական եւ ուր են տանում այս գործընթացները։ Փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։
Հիշեցեմ, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր տնօրեն Ստեփան Սաֆարյանի հետ։ Պարոն Սաֆարյան, մենք հասանք այն հարցին, թե ինչ իրավիճակ ունենք հիմա եւ ինչ են նախանշում այս գործընթացները, նկատի ունեմ եւ քրդական գործոնի ակտիվացումը եւ Իրանի ներսից գործոնի ադրբեջանական գործոնի Իրանը ներսից ապակայունացնելու այդ սցենարները, ցամաքային ռազմական գործողությունների հավանականությունը։ Տեսեք, Իրանը շատ բարդ կառուցվածք ունեցող երկիր է։ Ես իհարկե քրդական խնդրի մասնագետ չեմ, բայց խոսել քրդերի միասնության մասին տարածաշրջանում անհնար է։ Դա մենք նույնիսկ տեսնում ենք Սիրիայի, Թուրքիայի եւ Իրաքի քրդերի պարագայում։ Այսինքն միավորել բոլոր գործոնները, որոնք շատ ցեղային են, կլանային են եւ շատ տարբեր աշխարհակահաղական շահերի մեջ են նստած, շատ անհամասեր են, շատ տարբեր ազդեցություններ են կրում, այդ ամբողջի միավորման մասին խոսելը անիմաստ է։ Այդ ամբողջը միավորվել հնարավոր է միայն մի դեպքում, եթե քրդերը ստանան երաշխիք, որ կոնկրետ ինչ-որ մի տարածքում ստեղծվում է քրդական պետություն։ Բայց այդ երաշխիքը նրանք չեն կարող ստանալ Միացյալ Նահանգների կողմից, որտեղ եթե Միացյալ Նահանգները նրանց դատվող է եղել, մինչև հիմա տված կլիներ 1000 էտապներ անցանք, եւ երկրորդը Թուրքիան եւ մնացածը դա թույլ չեն տա։ Իրաքը եւ Իրանը այս առումով լուրջ դիմադրություն կա այդ ամեն ինչին։ Ես չեմ ասում, թե քրդական պետության ձևավորումը անիրական է կամ երևակայության ժանրից է, բայց ես ասում եմ, որ ռեալ դրա դիմադրության դրան դիմադրող երկրներ կան, որոնք անտեսել չես կարող։ Ոչ Թուրքիային, ոչ Իրաքին, ոչ Սիրիային, որը թուրքական ազդեցության ներքո է եւ այլն, որոնց շահերից չի բխում, ոչ էլ Իրանին։ Քրդական գործոնը որքանով կարողանան օգտագործել այս պահին ես տեսնում եմ դեռևս փակուղիներ այս կապակցությամբ։ Ադրբեջանական գործոնի առումով մենք դեռևս ժամանակ պիտի անցնի այս միջադեպից հասկանանք թե ինչպես են զարգանում Իրան-Ադրբեջան հարաբերությունները, որոնք շատ ժամանակներ հայտնվել են турբուլենտության գոտում, բայց Ադրբեջանը ինքը խնդիրներ ունի, որովհետև Ադրբեջանը ինքն էլ կարող է ներսից եւ հյուսիսից խնդիրներ ունենալ, եթե ինքը ներքաշվի այս ամեն ինչին ի վերջո որքան է Ռուսաստանը լքեց Իրանին ինչպես մինչ այդ լքել էր նրան Սիրիայում, մինչ այդ լքել էր մեզ Լեռնային Ղարաբաղում, բայց բոլոր դեպքերում, քանի որ աշխարհակահաղական շահագրգռվածություններ ունի, Ադրբեջանը նաև կարող է այդ խնդիրները հյուսիսից ունենալ։ Հետևաբար ադրբեջանական գործոնի օգտագործումն էլ Իրանի ներսում այդքան հեշտ բաների չէ, մանավանդ ես մի բան էլ ասեմ, ես ինքս բազմաթիվ անգամ եղել եմ Իրանում, այնտեղ ապրող բուն Ադրբեջան տարածքներում կլինի դա հյուսային, արևմտյան, արևելյան եւ այլն ապրող այդ հատվածներում ինքնությունը այնքան էլ նենց չի էլի, որ իրանք ուզում են Բաքվին միանան։ Եթե միանալու մասին է խոսում, իրենք նույնիսկ կմտածեն, որ Բաքուն պիտի իրանց միանա, քան Թավրիզը Բաքվին։ Հա, եւ նաեւ այս ամեն ինչից բզատ այնտեղ շատ տարբեր է, որտեւ կամ մարդ, որ եթե նույնիսկ թրքախոս է, այնուամենայնիվ Իրանի քաղաքացի համոն ինքը Իրանի պետության վախճանը չի ուզում։ Եթե նույնիսկ նրանք ունենան իդեպ ես ձեզ ասեմ, դե գիտեք, որ Իրանի ներկայիս նախագահն էլ ազգությամբ ադրբեջանցի է։ Մի քիչ բարդ բան է այդ երկրում օգտագործել գործոնը մի մարդու դեմ, որը այնուամենայնիվ իր խոստումներում եղել է եւ փոքրամասնությունների ազատությունը ավելացնելու խոստում տվող եւ հասարակության ազատությունները ավելացնող եւ վերջո այդ ամենի արդյունքում եղավ, որ կանայք գլխաշոր չէին դնում հիմա Իրանում, այսինքն մի քիչ դժվար բան է այդ գործոնները օգտագործել Իրանում։ Հիմա դուք առաջիկայում ինչ եք տեսնում, ավելի խորացող, լայնացող, երկարատև պատերազմ, թե քաղաքական համաձայնությունների հնարավորությունը կա դեռ։ Շատ վախենում եմ, որ երկարատև լինի, որովհետև ամեն ինչ չէ, որ ճիշտ է գնում եւ ճիշտ հակառակը փակուղիները բոլոր կողմերի համար ավելանում են եւ արկա թատերաբեմը ընդամենը միմյանց հյուծելու եւ միմյանց վնասելու ուրեմն բան են տալիս։ Իհարկե Միացյալ Նահանգների ունեցած ռազմական կարողությունները համադրելու չեն Իրանի հետ երբևիցե։
բայց մի քիչ դժվար է կանխատեսել թե տևական պատերազմի դեպքում դա ինչ կլինի, որովհետև Միացյալ Նահանգները հաստատապես չեն երազել, որ իրենք ունենալու են ցամաքային գործողություններ Իրանի տարածքում եւ ունենալու են տևական ներգրավություն, ինչպես ունեցել են Իրաքում, ինչպես ունեցել են Աֆղանստանում եւ այլուր։ Քիչ առաջ ասացիք, թե Ռուսաստանը լքեց Իրանին, մի քիչ կարող է կորտ, ամենայնպես լավ հարաբերություններ ունեն, դա չի նշանակում հստակ աջակցություն Իրանին, դա նշանակում է արդյոք, որ Ռուսաստանը այս տարածաշրջանում մնալու համար էլ ավելի է կարճած լինելու Հայաստանին եւ ավելի է կարեւորելու Հայաստանը որպես իր ներկայության հենակետ, ոտի տեղ եւ այս համատեքստում ավելի է կարեւորելու։ Երեք Մարիա Զախարովան աղաչում էր, չի ասում էր, տեսեք, այնքան շնորհակալ ենք ձեզ Ադրբեջանին, Հայաստանին, որ այդպիսի լավ հրաշալի համագործակցություն ա եղել, տեսնում եք, որ կարողանում ենք եւ որ ուզում ենք կարողանում ենք անել, սիրաշահման մի այնպիսի ռևերանսներ էին եկել, հատկապես դա հաջորդեց հիբրիդային, այսպես ասած, սպառնալիքների դեմ եվրոպական աջակցության հարցին, բայց ինքը հարցը ավարտեց նրանով, որ մենք կարողանում ենք, տեսեք ինչքան լավն ենք մենք բոլորս իրար հետ, Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան։ Հիմա լավ Ադրբեջանին թողնենք մի կողմ, ինչքան լավն է լինելու Ռուսաստանը ընտրությունների համատեքստում։ Գիտեք, բոլոր երկրները, որոնց Հայաստանը ժամանակին համարել է ռազմավարական դաշնակից գործընկեր, բոլոր երկրները շատ մեծ սխալ հաշվարկներ են արել, որից դժվար Հայաստանը, Արցախի կորուստը։ Ես առիթ ունեցել եմ սրա մասին խոսեմ, ես ցավում եմ, բայց Իրանին նույնպես համոզել էին, որ ստատուս քվոյի փոփոխությունը իր օգտին է լինելու։ Ուրեմն անմիջապես 20 թվականի պատերազմից առաջ փոքրիկ մի խմբով գտնվում էինք Իրանում, շատ բավականին բարձր հանդիպումներ էին եւ երեկոյան երկրորդ օրը թե երրորդ օրը երեկոյան որպես ամփոփում շատ լուրջ կազմով հավաքված էինք միտեղ եւ այսպեսի հարց տրվեց ինձ, ասեն ճիշտ է որ ռազմավարական բալանսը խախտված է հօգուտ Հայաստանի եւ եթե Ադրբեջանը հարձակվի, ապա մենք կշահենք։ Ասեցի ձեր հարցից ես շատ վատ եզրակացություն ստացա, առաջինը ռազմավարական բալանս խախտված նշանակում է Հայաստանը միայնակ է։ Ճիշտ եմ հասկանում։ Այսինքն ձեզ ասվել է, որ Հայաստանը ոչ մի դաշնակից չունի այս նոր պատերազմում։ Երկրորդը, ձեզ ասվել է, որ ստատուս քվոն եթե փոխվի, ապա դուք դրանից շահելու եք։ Եվ երրորդը ով է ձեզ ասել։ Զրուցակիցը բավականին առանցքային պաշտոնյա ժպտաց ասեց, այո ճիշտ եք, մեզ ասվել է դա։ Եվ ենք ուզում ենք ձեզանից էլ լսել, մենք կշահենք, թե չենք շահի։ Մի խոսքով չեմ ուզում պատմեմ այդ 2 ժամ տևած զրույցը, որի ընթացքում ես փորձում էի իրենց համոզել, որ Իրանը ոչինչ չի շահի, բայց գիտեք սեղանակիցների մեջ առնվազն ասենք այդ 6-7 մարդուց 4-5-ը ցակով ադրբեջանցի էին։ Այսինքն Իրանի ադրբեջանցի բարձրաստիճան դիվանագետներ էին, որոնք շատ մեծ ազդեցություն ունեն Իրանի արտաքին քաղաքական ձևակերպում։ Հիմա ասացեք ինձ խնդրեմ, Սաֆան Ստեփանի ասածին էին լսելու իրանք, թե այն մարդկանց, որոնք ցակում ադրբեջանցի են եւ էթնիկ նույնականացում ունեն առնվազն Ադրբեջանի ժողովրդի հետ, եթե նույնիսկ ատումել են Ալիևին որպես այլ շահերետապնդող գործիչ։ Հիմա հարցը հետեւյալի մեջ է։ Բոլոր այն ժամանակ սխալ հաշվարկներ արեցին, այդ թվում Իրանը։ Հետո սկսեցին գլխներին տալ։ Հիմա նույնը Ռուսաստանն է գլխին տալիս, որովհետև այն ժամանակ էլի փակագծեր բացեմ, ինչով էին շահագրգռել իրանցիներին ռուսները, որովհետև շահագրգռողներից մեկը եղել էր ոչ միայն Ադրբեջանի դելեգացիան, ինչպես իմ աղբյուրներն ասեցին, որոնք Բաքվին փորձել էին ապացուցել, որ իրենք շահելու են այդ պատերազմից, այլ նաև ռուսական դելեգացիան, ես անուններ չեմ տա հիմա, որոնք ասել էին, որ թույլ տվեք, որ այս տարածքները եթե բան լինեն եւ այնտեղ ռուս խաղապահներ տեղակայվեն, ապա Իրանի սահմանները ավելի անվտանգ կլինեն, որովհետեւ ռուս խաղապահները այնտեղ կանգնած են լինելու։ Հետո եւ որ Իրանը հայտնաբերեց, օրու մեջ շնորհավորում էր Ադրբեջանին տարածքային ամբողջականության վերականգնման կապակցությամբ, բայց նաեւ ուշադրությամբ հետևում էր, թե ինչպես Իսրայելը հենց հատկապես ջրականի ուրեմն Կովսականի Վարագնայի Ֆիզուլի Ջաբրայիլ ուրեմն Զանգելան այս գծով այդ հատվածում
smart գյուղեր է սարքում տեխնոլոգիական, իրանք հասկացան, որ դա հետախուզական հարթակ է իրանց դեմ։ Այդ տեխնոլոգիաները եթե նույնիսկ Ադրբեջանին պետք են իսկապես smart village-ներ ունենալու համար, այդ տեխնոլոգիաները ներդնող Իսրայելը դրանց միջոցով հետախուզություն է անելու իրաց նկատմամբ։ Եվ նաև հայտնաբերեցին Իրանում, որ այս ամբողջից այնուամենայնիվ ռուսական խաղապահները, որոնք տեղակայվել են արդյոք շատ հեռու են, որպեսզի իրենք ապահովեն Իրանի սահմանների անձեռնմխելիությունը այնպես, ինչպես նախկինում Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի բանակներ անում։ Բոլորը իրանց գլխին տալիս են հիմա, այո, բոլորի համար Հայաստանի գործոնը մեծացել է, բայց Հայաստանը արդեն դժոխքի մեջով անցել է, նաև իրենց շնորհիվ եւ իրենց թողտվությամբ։ Ես չեմ ասում, այս ամեն ինչը մեր համար հակաիրանական կամ հակառուսաստանյան դիրքավորման առիթ դառան, ուղղակի չէ, ուղղակի ֆիքսում ենք, արձանագրում ենք, որ մեր շահերը չեն համընկել եւ չեն համընկնում։ Եւ այնտեղ որտեղ համընկնում են, այո, կարող ենք գնել լավ բարեկամներ եւ գործընկերներ։ Ռուսաստանի հետաքրքրությունը, շահագրգռությունը եւ ռեսուրսները ընտրական համատեքստում Հայաստանի ընտրությունների համատեքստում։ Ո մեծ են, մեծ են։ Մեծ են, մեր աչքի առաջ այդ դիսկուրսները զարգանում են։ Մեր աչքի առաջ դա զարգանում են այսպես կոչված ուժեղ Հայաստանի կողմից, Ռոբերտ Քոչարյանի խմբի կողմից եւ այլ դերակատարների կողմից, որոնցից դիսկուրսները, խոսույթները բավականին լավ, նարատիվները բավականին լավ բաժանված են։ Մի խմբավորումը ասում է, որ մենք պիտի Ղարաբաղ համարյա ասում է, մենք պիտի Ղարաբաղը վերադարձնենք, Ղարաբաղցիներին վերադարձնենք եւ այլ ստելով, խաբելով ղարաբաղցիներին, բայց դա Ադրբեջանի հետ հարաբերությունների, այսպես ասած, կանգնեցման նարատիվն է, որ ռուսական ոտքերը Ռուսաստանում են դրա։ Այն մյուս խումբը ասում է, չէ, Ամերիկայից ատոմական պետք չի վերցնել, պետքա Չինաստանից վերցնել, պետքա ոչ թե Ադրբեջանից բենզին վերցնել, այլ Իրանի բենզինը բերել Հայաստան, ջանդամ թե Հայաստանը չի հայտնվի սանկցիաների տակ, Վանաձորում վերամշակել եւ իրացնել Հայաստանում։ Հետո այդ նույն ուժը ասում է, որ մեր անվտանգության բոլոր իրար հետ ասում են, մեր անվտանգության երաշխավորները պետք է ով ասել, որ միայն պետք է Միացյալ Նահանգները լինեն, պետք է ապարտադիր Ռուսաստաններ լինի, այսինքն այս երեք խմբակները, երեք եւ ավելի մանր խմբերը անուններ չտան, որպեսի գովազ չանեմ, բայց շատ տեսանելիորեն այդ նարատիվները բերում են, որովհետև Ռուսաստանը ուզում է ազդել Հայաստանի արտաքին քաղաքականության ձևավորման վրա եւ պիտի ուղղակի թույլ չտրվի սա, բայց սա եթե համարենք դեմոկրատական process-ի շրջանակներում թույլատրված վարքագիծ, այնուամենայնիվ այն ապատեղեկատվությունը, որը տարածվում է Ռուսաստանից ընդդեմ Հայաստանի եւ Հայաստանի իրողությունների մասին եւ Հայաստանի հետապնդած քաղաքականության նպատակների մասին, դրանք ակնհայտ են դառնում եւ Ռուսաստանը ամենևին ես չեմ ուզում ասեմ թե Մարիա Զախարովան ինչու է ուզում հիբրիդային դիտարկման խմբեր ուղարկի, որովհետեւ հիբրիդային սպառնալիքների ուղարկողներ իրենք են եւ այդ խումբը ուղարկելուց առաջ լավ կլինի փակեն հիբրիդային հարձակումների օջախները Ռուսաստանի տարածքում։ Մոտավորապես նկարագրեցիք, թե պայմանական ասած ռուսական դաշտում, հա, այսպես ասենք, գործող քաղաքական ուժերը, որը ինչ է ասում։ Այդ դրանց կարելի է փոխեցնել, որ Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները նաև չեղարկելու ինչ-որ նորմեր կան։ Այո, բայց չեղարկման բավական խորամանկ ստրատեգիա է, եթե ոմանք պարզ արտահայտվում են, որ չէ, Միացյալ Նահանգները վտանգավոր են, հիմա ասենք կա դիսկուրս, որ տրիպը վտանգ է Հայաստանի համար, կլինեն հետազոտություններ, կլինեն այդպիսի առաջին նախագահ, որ կարծես թե ստանձնել է այդ դաշտի ուժերին, ուժեղ Հայաստանի շուրջ համախմբելու ջատագովելը, նա կարծես խմբագրում է, ասում է, եթե ուժեղ Հայաստանը չեղարկի այդ պայմանագրերը, Հայաստանի Հանրապետության կողմից ընդունված բան եւ այլն, ինչ դերակատարություն է ստանձնել Հանրապետության նախագահը այն պարագայում, երբ որ գլխավորված ուժեր հայտ է ներկայացել մասնակցելու իր սեփական տեխնացում։ Հանրապետության առաջին նախագահը ակնհայտորեն փորձում է մոլորեցնել Եվրոպային եւ Միացյալ Նահանգներին, որովհետեւ Հանրապետության առաջին նախագահը հիմար մարդ չէ, ինչպես ես եմ շատ տեղերում զարմանալիորեն հայտնաբերել,
Բայց մի վերջերս Մյունխենի անվտանգության կոնֆերանսից ոչինչ չեմ խոսել եւ վստահ եմ, որ Հայաստանի իշխանությունները չեն, բայց մարդիկ շատ լավ գիտեն, թե ինչ անում եկեղեցին եւ կաթողիկոսը այստեղ, անուններ չտան։ Շատ բարձրաստիճան մարդիկ։ Եվ չեն խառնվում, որովհետև գիտեք ինչի չեն խառնվում, որովհետև չեն հավատում, որ խորքը լավ գիտեն, թե դա ինչ գործիք է եւ ուն ձեռքում։ Եվ շատ լավ գիտեն Սամվել Կարապետյանի օրինակ առաքելությունը։ Հիմա Լևոն Տեր-Պետրոսյանը ինքն էլ իր շփումները ունի, իր դիտարկումները ունի, շատ լավ հասկանում որ արևմուտքում, եթե նույնիսկ չեն էլ խոսում, շատ լավ գիտեն Սամվել Կարապետյանի եւ Ուժեղ Հայաստանի միսիան Հայաստանում։ Շատ լավ գիտեն, որ դա վրացական տարբերակով ուղղակի այդպես սփոյլ անելն է, թունավորելն է արևմուտքի հարաբերությունները, ոչ թե ուղղակի ասում է չենք ուզում արևմուտքը, այլ ուղղակի անում է քայլեր, որոնք արևմուտքին խրտնացնում են եւ հերոյ են պահում Հայաստանին եւ արևմուտքը ապահարզանա տալիս Հայաստանից։ Հիմա առաջին նախագահը դա փորձում է բանանել, օգտագործելով այն առիթը, որ իրեն դեռևս որոշակի շրջանակներ վստահում են, փորձում ասել, չէ, նա պայմանագրեր չի վերանայի, նա ռևերս չի անի Հայաստան Եվրոմիություն հարաբերություններ, նա ռևերս չի անի տրիպը, նա ավելի կամրապնդի այդ դեպքում հարցածակում, այդ դեպքում այս իշխանությանը ինչու ես ուզում հեռացնել, եթե այս իշխանությունը լավ քայլեր է անում։ Ի վերջո Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է այդ ֆենոմենի բացատրի, եթե պետք է Սամվել Կարապետյանը գա եւ ամրապնդի այն քայլերը, որոնք անում է Նիկոլ Փաշինյանը, ապա հարցածակում այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը ինչի՞ց է դժգոհ Լևոն Տեր-Պետրոսյանը, թող ինքն էլ ամրապնդի։ Մեկ հարցել շատ հակիրճ ու ավարտենք, մեր ժամանակ արդեն սպառվել է, ինչպիսի կազմ ու կառուցվածք եք կանխատեսում առաջիկա խորհրդարանի համար։ Ես դեռևս վաղ եմ համարում դրա մասին խոսելը, որովհետև իհարկե խոշոր առումով անակնկալներ չեն լինի, որովհետև այս բայդրությամբ ակնհայտ է, որ քաղաքացիական պայմանագիրը առնվազն իր հարաբերական մեծամասնությունը ունի, եթե, չգիտեմ, իրենք մի քիչ ավելին են պնդում, որ ունեն, ես չեմ կարող դա ոչ ձեռնոց նետել դրան, բայց մնացած առումներով բարդ է ասելը, որովհետև դեռևս ամբողջ դաշտը չէ ակտիվ այն տեսքով, ինչպես որ պիտի լինի։ Չհաշված նոր ձևավորողները։ Այո, եւ ես ասեմ, որ չասեմ իմ թիմը, բայց ինստիտուտի շուրջը այս տարիների ընթացքում հավաքված պրոֆեսիոնալ շրջանակներով վերջերս մեկնարկ տվեցինք հայկական վեկտորին եւ չեմ ուզում մեծախոսություն լինի, չեմ էլ ուզում բարձրագոչ հայտարարություններ անել, բայց ուզում եմ ասել դեռևս նոր խաղացողներ կան եւ կարող են լինել նոր կոնսոլիդացիաներ եւ նոր ուրեմն ձևավորվող ուժի կենտրոններ, որոնք փոխեն խորհրդարանի պատկերը առնվազն այն տեսքից, ինչպես որ փափագում են ունենալ նույն ուժեղ Հայաստանը իրեն պատկերացնելով, ասենք, երկրորդ ամենամեծ ուժը։ Ես մի բան կարող եմ վստահաբար ասել, տեսանելիորեն, որ ռուսական պրոյեկտները աշխատում են միմյանց դեմ, որովհետև ուժեղ Հայաստանը ակնհայտորեն պարակտել է Ռոբերտ Քոչարյանի էլեկտորատին, որովհետև այդ 21%, որը 21 թվականին ուղղակի Քոչարյանի հետ էր կապվում իշխանափոխության հույսերը, այսօր նրա պատկառելի մասը այդ դերում տեսնում է Սամվել Կարապետյանը։ Հետևաբար համարում եմ նույնիսկ, որ այնտեղ այնպիսի լուրջ փոփոխություններ կարող են լինել, որ այո, իսկապես Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժը կարող է հարցականի տակ լինել նոր խորհրդարանում։ Հետո իսկ նոր ուժերի դեպքում դժվար է ասել, թե ինչպես կդիրքավորվեն եւ ինչ կոնսոլիդացիաներ կլինեն եւ այս առումով հայկական վեկտորը նույնպես այդ առաքելությամբ այջել հրապարակ, շատ համեստ ամբիցիաներով, բայց շատ անհամեստ այն առումով, որ այդ կոնսոլիդացիան կայանա։ Ես հուսամ առաջիկայում մեր հաջորդ հանդիպման ժամանակ մենք ավելի մանրամասն կարողանանք խոսել հայկական վեկտորի մասին, իսկ այսօր նկատեմ, որ 30 րոպե ակնհայտորեն քիչ էր խոսել եւ Մերձավոր Արևելքի Իրանի շուրջ զարգացումների եւ ներքաղաքական զարգացումների եւ ընտրությունների մասին։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին։ Այսօր մենք փորձեցինք ինչքան հնարավոր է հասկանալ թե ուր են տանում Իրանի շուրջ զարգացումները, դրանք ինչ ազդեցություն կարող են ունենալ մեր տարածաշրջանի վրա, ինչ իրավիճակ է ներքաղաքական դաշտում եւ ինչպիսի քաղաքական քարտեզ կունենանք արդեն հունիսի 8-ի 7-ի համապետական խորհրդարանական ընտրություններից հետո։ Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում եմ միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր տնօրեն Ստեփան Սաֆարյանի հետ։ Լավ մնացեք, հանդիպենք։